հարցերով կարող եք դիմել։ Համեցեք Տիկին Բաթոյան, Տիկին Ստեփանյան։ Շնորհակալ եմ զեկույցի համար, պարոն Մկրտչյան, մինչ օրակարգային այսքան զեկույցի դրույթներին անցնելը մեկ հարց ունեմ, իհարկե որը եւս կապված է սոցիալական ոլորտի հետ։ Նախորդ տարիների վերջին 2 տարվա ընթացքում, 1 տարվա հատկապես մենք հատկապես այդ թվում падգամավորներս ակտիվ հանդիպումներ ենք ունեցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Դուք եւս նշել եք, որ ակտիվ քննարկումներ եք ունեցել հատկապես սոցիալական ոլորտի ծրագրերը մշակելիս, բայց այսօր Ազատության հրապարակում ակցիա է իրականացվում, կոնկրետ իրենց պնդումամբ համենայն դեպս դա քաղաքական ակցիա չէ, այլ սոցիալական խնդիրներից բխող։ Ես կուզեի, որ մեկնաբանեք, արդյոք դուք որտեղ այս խմբի հետ հանդիպումներ, քննարկումներ եղել են, թե ոչ, նկատի ունեմ ակցիան իրականացնող եւ որն է խնդրեմը, եթե մենք վերջին տարիներին եւ падգամավորներս եւ դուք ակտիվ համագործակցել եք, ծրագրեր եք արել եւ դրանք անընդհատ վերանայել եք, ինչ պահանջներ կան, որոնք մենք այսպես ասեմ, ըստ իրենց ի վիճակի չենք այս պահին իրականացնելու եւ դա իրենք փորձում են նաեւ ակցիայի միջոցով լուծել։ Այս հարցին պատասխանեք, հետո նաեւ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Բաթոյան, մենք մշտապես կապի մեջ ենք եղել ամենատարբեր մարդկանց խմբերի հետ, տարբեր ձևաչափերով, հաճախ նաեւ փոխվարչապետի գլխավորությամբ նախարարության տարբեր աշխատակիցների, ես ինքս անձամբ նույն այսօրվա ակցիայի մարդիկ կան, որոնց հետ ես նաև ամենօրյա կապի մեջ եմ, ըստ անհրաժեշտության նաև պրակտիկ կոմունիկացիա կա, այո, ելույթները լսելով այդպես նշաղախված էր եւ քաղաքական եւ սոցիալական հարցերով, ըստ էության, մենք հստակ ի սկզբանե արձանագրել ենք եւ մեր կապը երբեք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, նաեւ տարբեր խմբեր, ովքեր որ իրենց ձևակերպմամբ ներկայացնում են որոշակի խումբ մարդկանց հանդիպումներ եղել են, նաեւ գիտեք որ տկեն նախարարին կից ստեղծված կա խորհրդակցական մարմին, որտեղ որ ներգրաված են հենց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որի այդ քննարկումներին միշտ մասնակցում ենք նաև մենք, այսինքն այնտեղ բոլոր այն հարցերը, ինչ որ նրանց հուզում է, ինչ մտահոգություններ ունեն, բացատրություններ, մեկնաբանություններ բնականաբար տրվում են, մենք նաև ասել ենք, որ մեր ծրագրերը ունեն 3 եռաչափ, այսպես ասած, եռակազմ տրամաբանություն, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, եւ ըստ էության, երբ որ մենք հայտարարեցինք բնակապահովության ծրագրերի մասին, ասացինք, որ պետք է բնակապահովության ծրագիրը ենթադրի արդեն ավելի երկարաժամկետ ներառում եւ անընդհատ չի կարող նույն տրամաբանությամբ բնակվարձի կեցության ծախսերը հոգալու այդ 40+10 հազարությամբ եւ մենք սկսեցինք որոշակիորեն սահմանափակել, թիրախայնացնել ավելի շատ եւ նաեւ հիմա շրջանառության մեջ է մեկ այլ փաթեթ, համաձայն որի մենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այսինքն նրանք ովքեր որ իրականում խոցելի խումբ են համարվում, մենք իրենց համար նոր գործիքակազմ ուրեմն կտրամադրենք, որպեսզի կարողանան այդ իրավիճակից դուրս գալ, բայց իմ հորդորը եւ խնդրանքը նա է, որ իրենք դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դիմեն ծրագրին եւ ստանալ։ Օրինակ ցույցի անդամների ներկայացուցիչներից մեկը բողոքում էր, որ 9 միլիոնով հնարավոր չի, բայց եթե այդ 9 միլիոնը մենք որոշի այդ ընտանիքը, որ պետք է 3 հոգի են ընտանիքի անդամ 5 միլիոն այդ կդառնա ավելի շատ բնականաբար կարողանան եւ ասեմ օրինակ նույն Արմավիրի մարզում, որը Երևանին մոտ մարզերից մեկն է, կա 5 միլիոնի հնարավորությամբ բնականաբար ձեռք բերելու հնարավորություն, 4 ներողություն։ Եվ ուրիշ բան ասեմ, մենք հորդորում ենք, որպեսզի մարդիկ ակտիվանան տնտեսապես եւ ցուցանիշներն են բավականին դրական եւ ի պատիվ մեր քույրերի եւ եղբայրների Լեռնային Ղարաբաղից տեղահանված ոչ միայն գրանցված, այսպես ասած, աշխատատեղեր կան արդեն, բայց նաեւ մարդիկ, ովքեր իրենց ձեռնարկություններն են հիմնել։ Հետեւաբար նրանք, ովքեր որ մեր մեսիջը ուղղակի դա է, ովքեր որ աշխատունակ են, ովքեր որ կարող են աշխատել եւ չի խոչընդոտում ոչ մի բան, նրանք այո պետք է գնան եւ վաստակեն։ Սա է ամենաարդյունավետ ճանապարհը ներառվելու եւ ասեմ որ մեր
երկրում էլ բազմաթիվ քաղաքացիներ, գիտեք, ունեն բնակարանային խնդիրներ, ունեն բնակապահության հետ կապված տարբեր մարտահրավերներ, բայց մենք մեր ուժերի հնարավորին չափով, ներառելով նաև այլ միջոցներ, փորձում ենք շատ արագ այս լուծումը տալ։ Հետևաբար պետք է հիմա ուղղակի արագ անցնեն բնակարանային ապահովության ծրագրից օգտվելու գործընթացին, որից հետո շատ ավելի հեշտ կլինի աշխատանքի զբաղվածության խնդիրը ավելի երկարաժամկետ տրամաբանության, բայց մենք չենք ասում, որ այդ ցույցի հետ կապված խնդիրները չենք լուծում, մենք այսօր էլ նախարարությունում նախարարությունում ընդունել ենք մի խմբի եւ այնտեղ մեր աշխատակիցները լսել են բոլոր դիտարկումները, մենք այդ դիտարկումները կվերլուծենք, կհասկանանք, չի եղել ողջամիտ առաջարկ հնարավորության սահմանում, որ մենք հաշվի առած չլինենք կամ լուծած չլինենք։ Իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիային, այո, կոմունիկացիան միշտ կա տարբեր ձևաչափերով, ինչպես ել եմ ասում, քանի որ փոխվարչապետի գրասենյակի հետ ստեղծ համագործակցությամբ ենք մենք Լեռնային Ղարաբաղից, որտեղ տեղանված մեր հայրենակիցներին առնչվող բոլոր ծրագրերը իրականացնում, եւ այդ մակարդակում, եւ նախարարության մակարդակում, եւ падգամավոր նախարար այս ձևաչափով եւ անհատական նամակներով եւ տարբեր շահագրգիռ խմբեր ներկայացնող անհատների հետ մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում ենք։ Մի բան է տարանջատել, ես էլի կասեմ, քաղաքական ձևակերպումները, որ լսեցինք, եւ սոցիալական ծրագրերը, խնդիրները, որոնք որ բարձրացվում են եւ մենք չենք փախնում այդ խնդիրները լսելուց եւ առաջարկներ ներկայացնելուց։ Ըստ էության հենց այսօրվա նախագիծն էլ, որ հիմա մենք ունենք շրջանառության մեջ խոցելի խմբերի համար, նմանատիպ տարբեր հետադարձ կապի արդյունքում ստացված առաջարկների նաև արդյունք է եղել։ Հիմա եւս մեկ խնդիր կա, որ բարձրացրել են մեր առաջ կրկին բնակապահության հետ կապված է, մենք այդ խնդրից էլ չենք փախել, ասել ենք կվերլուծենք, կուսումնասիրենք, ձեզ կպատասխանենք։ Շնորհակալություն, այս մասով իրոք կարևոր է նաև սոցիալական համերաշխության խնդիր չառաջացնել, որովհետև կան դեպքեր, կան խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն անհնար է լուծել, մասնավորապես օրինակ նույն մանկապարտեզների հնարավորությունները, երբ մենք ուղղակի ֆիզիկապես չունենք այդ հնարավորությունը, պարզապես երեխաներին ընդունելու, ես ուղղակի ելույթներից եմ ասում, որ նույն առաջնահերթություն մենք տանք թե չտանք, մենք ֆիզիկապես պարզապես դրա հնարավորություններ չունենք, բայց այնուամենայնիվ իհարկե շատ կարևոր է հաղորդակցումը եւ ավելի մանրամասն քննարկումը ծրագրերի վերանայումը։ Հիմա զեկույցի վերաբերյալ շատ քիչ հարցեր եմ